Մի հարցազրույցում Ազատության ռադիոկայանում տված, ասաց, որ վարչապետը գաղափար ունի, որ փնտրեն իրենք գտնեն 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի անուն ազգանունները, ինչպես նաև նրանց զոհվելու հանգամանքները, այսինքն քննչական ինչ-որ աշխատանքների վերաբերյալ քննարկում էր գնում, դուք պատկերացրեք, որ մարդիկ բան են առաջարկում, չգիտեմ, գնալ Դերզորի անապատ կամ ցեղասպանության մյուս վայրեր, հա, եւ այնտեղ ինչ-որ բաներ անել, փնտրել մարդկանց անուն ազգանունները, դեպքերը ոնց են ցեղասպանվել, բան, դա հին թուրքական թեզ է, որ պնդում են առաջ բերում, որ 1.5 միլիոն զոհ չի եղել, եկեք հանձնաժողով ստեղծենք, քննարկենք, չգիտեմ ինչ, այսինքն այս թեզը մտցվել է քննարկման մեջ։ Հետո երբ որ մենք սուր քննադատեցինք, ինքը մի հատ էլ հարցազրույց տվեց, ասեց դա իմ գաղափարն է եղել, վարչապետինը չի եղել, եւ խիստ նկատողություն է ստացել։ Ամեն դեպքում այդ թեզերը, երբ որ դրվում են շրջանառության մեջ, դրանք կոնկրետ նպատակ ունեն եւ Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Ինչ է սա նշանակում։ Որ ոչ թե ինչ-որ պատերազմական գործողություններ, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը, մարդկանց մտածմունքները, պատկերացումները, իրենց անցյալի, իրենց հիշողության, ազգի հիշողության, ազգի անցյալի, ազգի վերածնունդի մասին սկսեն ռևիզիայի ենթարկել։ Դրանց իրաց բառն չէ, ռևիզիան։ Սկսում են ռևիզիայի ենթարկել, վերանայել այդ process-ը։ Ինչ է սա նշանակում։ Որ բայց միգուցե մի հատ նայենք տենակ այս ցեղասպանությունը ոնց է եղել։ Մենք դեռ պետք է հասկանանք։ Ամբողջ աշխարհը գիտական մակարդակում, իրավական, քաղաքական, պատմական հասկացել է եւ գիտականորեն հաստատված է, որ ցեղասպանությունը եղել է։ Ես հիշում եմ Ամերիկայում, որ սովորում էի Լո Սքուլում իրավաբանական դպրոցում։ Մեր դեկանը, այսինքն իրավաբանական դպրոցի գլխավոր մարդը էլի ռեկտոր։ Ինքը ներկայացրեց մի գիրք, որտեղ ցեղասպանությունների մեջ այդ ցեղասպանությունը նշված էր massacre, այսինքն զանգվածային սպանություններ։ Եվ ես իմ բողոքի ձայնը հնչեցրեցի հրյա էր պրոֆեսորը։ Ներողություն խնդրեց, ասեց վեճ ունեինք համահեղինակներով, սենց ենք ձևակերպել, հաջորդ թողարկման մեջ գրքի գրելու ենք հայոց ցեղասպանություն։ 2009 թվականի բան եմ ձեզ պատմում, Միացյալ Նահանգներ, Մինեսոտայի համալսարան։ Հիմա մարդիկ 2024 թվականին, 25 թվականին, 26 թվականին ինչ են քննարկում, որ մենք լինենք արտաքին քաղաքականության մեջ այս հարցը պետք է միշտ լինի։ Ծայրահեղությունից ծայրահեղություն կա ուրացությունը ծայրահեղությունը, կա առաջնահերթություն դրոշակի պես բերել առաջին պլան, դա նույնպես ծայրահեղություն է, բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ պետք է լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն մեր համար։ Օրինակ ինչ որ եղել է հայոց ցեղասպանության ժամանակ 111 տարի առաջ, ինչի մասին է եղել, որ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեր համար խնդիր են, հայերին պետք է կոտորել եւ կոտորում են։ Հետո գալիս է օրինակ Արցախում էթնիկ զտում։ Էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ խանգարում են եւ էթնիկ զտում պետք է լինի։ Հետո գալիս է Միջանցքի խոսակցությունը, չէ՞, ինչի մասին է։ Մենք պետք է գանք, բայց դուք այստեղ չպետք է կանգնեք։ Միջանցքի թեման ինչի մասն է։ Մենք պետք է գանք, մեր բեռները տանենք, բերենք, չգիտեմ ինչ անենք, բայց ձեր սահմանապահը այստեղ չպետք է կանգնի։ Երբ որ դու միջազգային գործընկերներին, օրինակ Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից ներկայացնում ես խնդիրը այս ոճով, պատմական ընթացքը ցույց ես տալիս։ Մարդը քեզ հասկանում է, թե ինչ է կատարվել այն ժամանակ ու ինչ է կատարվում հիմա։ Բայց երբ որ դու կտրում ես այդ ամեն ինչը, աղճատում ես, մի հատ նայենք դրանք ցեղասպանությունը ոնց է եղել, հուշահամալիրը ոնց են կառուցել, բանից հուշահամալիրը կառուցվել է, հա, դա ինչ է եղել, դա եղել է հայ ժողովրդի վերածննդի ժամանակաշրջաններից մեկը։ Վերջին հաշվով ցեղասպանության հարցի բարձրաձայնումը, անկախական շարժումը, նույն ԱՄԿ-ի, հա, անկախական շարժումները նույնպես սկսվել են այս հարցերը հիշելուց, մեր պատմական հիշողության մեջ արձանագրելուց եւ մեր պատմական հիշողության մեջ այն ոչ թե պահանջատիրության իմաստով եմ սա ասում, այլ մեր իմունիտետի, ազգային իմունիտետի բարձրացման պաշտպանության համար։ Զարմացած եք, որ Թուրքիայի դրոշայրելու բայց այս իշխանությունը ԿՊ նկատի ունի նախընտրական ծրագրում, կառավարության ծրագրում, այդ թվում ազգային ռազմավարության մեջ հստակ նշել է, որ դա մեր առաջնահերթություններից է հասնել միջազգային ճանաչմանը, ջանքեր ներդնել եւ այլն։ Մի րոպե, որ ծրագրում 21-ի։ Հա, ես զարմացա, որովհետև հիմա իրենք հանել են արտաքին քաղաքական օրակարգից, հա, բայց հիմա հանվել է, ինչը բերեց այս փոփոխության, որ այսօր Փաշինյանը իր ուղերձում արդեն ասում է, դե մենք ունենք 29743 քառակուսի կիլոմետր, թեր բնակեցված է մեր տարածքը, Սինգապուրի հետ է համեմատում, որ հանգիստ կարող ենք այդ տարածքում երջանիկ ապրել, հետեւաբար պետք է ծալենք դնենք դարակում այդ հարցը։ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի 29000
ժամանակին 800 էր ասում, ինչքան բանա փոխվե, լավ, ամեն դեպքում հայոց ցեղասպանության հարցը այս Հայաստանի տարածքում բնակվելու, չբնակվելու հետ կապ չունի։ Դրանք ինչու են փորձում իրար կապել, որ իբր թե հայոց ցեղասպանության հարցը բանա տարածք պահանջելու մասին խոսակցություն է, եւ որ խոսա ասեն դու պատերազմ ես ուզում, դու պատերազմ ես ուզում, եւ դրանով մարդկանց լրացնել։ Հարցը ուրիշ բանի մասին է, հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն ցեղասպանության տեսքով։ Եվ այս վատ ժառանգությունը մեզ զգոնա պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ։ Մենք ով է պատերազմ ուզում Հայաստանում հարևան պետությունների հետ։ Մենք լինենք ուշադիր զգոն եւ անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս։ Այս սրա մասին է քննարկում։ Իրանք աղավաղում են, մանիպուլացնում են, բերում են, մտցնում են մի դաշտ, որ այդ դաշտում անպայման պետքա մանիպուլյացիայի տեսքով սա օգտագործել եւ ունենք այն ինչ որ ունենք, այսինքն արդարացնել Հայաստանում այսօրվա ուրացության խոսույթը մանիպուլացնելով, որ իբր ով որ ազգային որևէ բան ասում է, ուրեմն պատերազմ է։ Պարոն Մարուկյան, ամփոփելով ինչ եք անելու։ Ես ասացի։ Այդ հարցը Երեք ես թեզերից մեկը ներկայացել եմ, որը վերաբերում է օրինակ Արցախի էթնիկ զտմանը։ Մենք միջազգային նախադեպ ունենք հենց հիմա, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արտադրության միջազգային դատարան 23 թվականին Գազայում ցեղասպանության հարցով։ Այդ կոնվենցիայի մաս ենք նաև մենք։ Հայաստանի Հանրապետությունը ես լոբինգ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ կոնվենցիային համաձայն նույնպես դիմի դատարան Արցախի էթնիկ զտման հարցով։ Սա ինչ կտա մեզ։ Սա գոնե այսօր, եթե մենք դարած լինենք 23-24 թվականին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար օրինակ Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։ Ինչու, որովհետև դա նույնպես կոնկրետ էթնոսի հետքերը մաքրելու, ոչնչացնելու ցեղասպանական գործողության մի հատված է։ Նիկոլ Փաշինյանը երեք դատապարտում է Թուրքիայի դրոշ վառելը, բայց ոչ մի խոսք չասաց Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ։ Գիտեք, ես մի բան ասեմ, Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշ վառելը մենք էլ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է, այսինքն երբ որ պետություն ունես, դրոշ վառելը սազական չի քո ազգին։ Պետություն չունեցող ազգերը բան, անում են նման բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումով ոչնչացումով Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրում, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում ինչու չեն դատապարտել։ Խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ լինելու, դե կգանք, մոմ կվառենք, ինչն է պատճառը, որ անպայման քանդվի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու ցմփ բանես համերգների բաների խորովածի այս ուտել խմելու բանի համատեքստում էլի ուրիշներն է թողա Ստամբուլում այսպեսի մի հայտարարություն արեց, ասում է, որ Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանը։ Հենց Ստամբուլում հայտարարություն արեց։ Ըստ ձեզ, սա Նիկոլ Փաշինյանի կամ այդպես համաձայնեցված էր, հա, գործադիր այդ քաղաքականության հետ ու ինչ ուղերձեր սրանով այն հաշվի առնելով, որ Ստամբուլում է, հա, նման հայտարարություն։ Տեսեք, ես կարծում եմ սպիկերի դերը միշտ Հայաստանում օգտագործվել է, որպեսզի ավելի ազատ այլ մեսիջներ տրվի, կարծում եմ այդ համատեքստում է, բայց դա խոստովանություն այն ամոթալի վիճակի մասին, որ ունենք հայ-թուրքական բանակցային տրակում, որովհետև այդ process-ը նշանակում է, որ մեզ այն ժամանակ խաբել են, որ դիվանագիտական ազնագրերի համար սահմանը բացվելու է, ցամաքային սահմանի մասնախոսք գնում։ Հետո նորից են խաբել, այն ժամանակ, երբ որ դա խոսակցությունը գնում էր, դեռևս հայ մարդիկ ապրում էին Արցախում, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում դպրոց էին գնում, աղոթում էին, այսինքն այդ խաբկանքը շարունակվում է։ Հիմա միտեղ մի բան ասել, իրենք են չեմ եղադրում, որ նախկինում բանակցել են մի բան, եկե ժողովրդին ասել մեկ ուրիշ բան։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք ժողովրդին ասում են ամեն ինչ լավ է, նորմալ է, բացվում է, բան, հեսա առևտուր եւ այլն, միակողմանի առևտուր են անում։ Եվ որից հետո գնում Ստամբուլում ասում են բանա, դե ժողովուրդ ջան, դե գիտեք դե բան, Ադրբեջանը ձեզ խանգարում։ Այսինքն Թուրքիայի պես հզոր երկիր ուզում է սահմանը բացի մեր հետ,
Ադրբեջանը չի թողում, հա։ Էդ են ուզում ասել։ Կարող ենք ասել, որ հաշվառնել, որ Ռուբինյանն է, հա, այդ բանակցությունները վարում, դրա այսպես աշխատանքի, ապարդյուն աշխատանքի հետևանքն է։ Գիտեք, այսինքն դուք մտածում եք, որ մի մարդ պետքա բանակցի ու դա բացվի։ Գլխավոր պատասխանատուն արտաքին քաղաքական վարչապետն է։ Այդտեղ ոչ Ալեն Սիմոնյանին է պետք առանձնացնել, ոչ կոնկրետ գլխավոր պատասխանատու կա։ Հայկական կողմը ճիշտ չի աշխատում, թե Թուրքիան։ Հայկական կողմը ի սկզբանե գնացել է մի ճանապարհով, որի վրա բանակցությունները գնում են առանց նախապայմանների։ Բոլոր տեքստերում Թուրքիան համաձայնվել է, որ գրվի, որ առանց նախապայմաններ են բանակցում, բայց միևնույն ժամանակ բոլոր նախապայմանները իրենք դրել են սեղանի վրա։ Դա եղել է սկզբից Արցախյան հիմնախնդիրը, հետո Միջանցքի հարցը եւ այդպես շարունակ։ Հիմա մի քանի քաղաքական հարց էլ էլի, եթե կարելի է, պարոն Մարուքյան, ինչ եղավ ձեր եւ Հովիկ Աղազարյանի հետ, ինչ տեղեր չկարողացաք միասին կիսել եւ ձեր նախընտրական քարոզարշավի ընդհանրապես ընտրական փուլի մեջ եք մտել, ով է փողը տվել, ով է ֆինանսավորում։ Ոչ մի բան չի եղել մեր միջև, ամեն ինչ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։ Ինչ վերաբերում է մեր նախընտրական արշավին, ես հիշեցի մեր համագումարը 15 թվականին։ Համագումար էին կանում եւ լրագրողները հարցնում էին, բայց ես փող որտեղից, որ համագումար եք անում։ Հիմա նույն բանն եմ հիշում, այսինքն 19 քաղաքական միավոր գրանցվել է ընտրություններին մասնակցելու եւ բոլորին հուզում է, որ միայն այ լուսավոր Հայաստանն էս ոնց է անում։ Ես ձեզ ասեմ, լուսավոր Հայաստանը ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart campaign, խելացի արշավ, ինչ է սա նշանակում։ Մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասնելու ենք մարդկանց։ Մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք ամենաճանաչված, 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, ինձ կամ մեր թիմակիցներին հայտնի դարձնելու խնդիր չունենք եւ շատ հանգիստ մտնենք այս քարոզարշավի մեջ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Դավիթ Խաչակյանը մեր ներկայացուցիչ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեր նախընտրական թիմի անդամ է, ուսակցությունից դուրս եկած մարդիկ կան, այո, նրանք չկան, չեն կարող լինել որ ուզենալել։ Ես էս ավարտեմ էլի։ Ես ուզում եմ նաեւ լրագրողներին մի խնդրանք ներկայացնել կամ կա պահանջ։ Դա այն է, որ դուք դարձել եք ընտրությունների վերաբերյալ խոսույթը, փողի խոսույթ։ Այսինքն, ով առաջին, մի րոպե, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, հա, տպավորությունն է, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասեր ենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն, ով փող ունի, նա կարող ընտրություններին մասնակցի, ով որ առաջին հայացքից Չէ, ախր չի կարելի։ Ինչու եմ ասում։ Ով փող ունի շատ անում, շատ ռեսուրսա ծախսում, շատ հաշվետվությունը տված, մտեք նայեք, կտանք, ինչ խնդիր կա։ Մենք անցած ընտրություններում ամենակիչ գումարով հարցեր եք Թաթոյանից ենք տվել։ Դե որ ես տեսնեմ, որ իշներին հարցում եք։ Գիտեք, նույն տեղի չեք ֆինանսավորում, չէ՞, Թաթոյանին ասացի, որ իրենք դե լավ էլի վայ։ Ինչ հարցում եք, Չէ, բայց դու հարց ուներ էլի մեզ։ Հեսա ում ականջներն են ձեր հետո, մեծ ֆինանսավորում։ Մեր ականջները։ Հովիկ Աղազարյան։ Հայ ժողովրդի աջակցությունն է, ոչ ականջներ չկա։ Գորգիսյանի ականջները, հա։ Կարպիս Փաշյանի։ Հստակեցնել, պարոն Մարուքյան, ասում եք վարչապետի տեխնացու չունենք, բայց ցուցակը դուք եք գլխավորում։ Ինչ է նշանակում չունեք վարչապետ։ Ասեմ, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, երբ որ բոլորը հռչակում են, որ իրենք պետք է լինեն վարչապետ եւ վերջ։ Սա նաեւ մի process է, որը նախընտրական դեռևս կոնսոլիդացիայի շրջանում խանգարեց կոնսոլիդացիաներին։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամբիցիան չի կարելի առաջ մղել։ Այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Մի հատ մարդիկ թող սկզբից падգամավոր ընտրվեն, հետո վարչապետական ամբիցիաները քննարկենք։ Այո, ցանկացած համասնական ցուցակի առաջին համար տվյալ ուժի ֆորմալ վարչապետի տեխնացունը օրինակ գնալու այն բանավեճին են գլխավոր, չէ՞, բայց մենք ասել ենք, որ մենք չենք մտնելու այդ իմաստով այդ բանավեճի մեջ, որտեղ մի քանի իմաստ քննարկում։ Բայց բանավեճի մասնակցելու է։ Այո։ Անցողիկ շեմը արդեն հաղթահարել ենք, որովհետև դեռ երբ որ չէինք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, դրանից քիչ էր պակասում։ Երբ որ հայտարարեցինք, բնականաբար դիրքավորումը բերեց արդեն հաղթահարելու։ Այսինքն այս պահին հաղթահարելու։ Այո։ Այո։ Մարքյան ներողություն Փաշինյանի ուղերձի մեջ նշվում է, ասում է այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների եւ արտադրության վերականգնման կոչերով, ասում է տանում են նրան, որ մենք կանգնենք պետականությունը կորցնելու։ Շատ լավ։ Ուրեմն 19 ուժ գրանցվել է, բաց արեք ծրագրերը նայեք։ Կամ հլավ խոսքը ինտերվյուները նայեք։ Ես չգիտեմ ուժ,
որ մեր ժողովրդին ուզում է տանի պատերազմի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Չգիտեմ այդ ում մասին է խոսում, ինչ է պատմում, ինչ է ասում։ Ինքը դրանով փորձում է արդարացնել այս ուրացության process-ները, ուրացության, ծպտուն չանելու, մենիկնությունը ոչնչացնելու դեմ որևէ դիվանագիտական լծակ գործիք չօգտագործելու իր անգործությունը, հեսա։ Ուրիշ բան չի, ես չգիտեմ ուժ ախր, որ ուզում է տանի բանները։ Ինչ ան։ Միանշանակ ուրանում է։ Դուք մի նայեք որ բերում են ծաղիկենտնում բան, ուրանալը այդպես չի լինում, ուրանալը այդ հարցեր տալով ալի, մեր հարցեր են տալիս։ Բայց նայենք տենանք ոնց է եղել, բան քանի միլիոն մարդ ազով է, ուզում ենք պատի վրա քանդ, ոնց էր ասում։ Քոչյան Անդրանիկ ասում է պատի վրա ուզում ենք գրենք։ Պատկերացնում եք մի հրյա կանգնի, ասի 6 միլիոն հրյաների հոլոկոստի զոհերի անուններն ենք ուզում։ Ինչ կանեն այդ մարդուն։ Այս իշխանությունը օրը ցերեկով բաց տեքստով ասել է։ Դայից հետո, բայց սա խաղաղության հետ կապ չունի, պետություն մենք ունեցել ենք 91 թվականից, դայից առաջ էլ մի հատ ուրիշ ձեւի պետություն ենք ունեցել, դայից առաջ էլ առաջին հանրապետություն ենք ունեցել։ Հետեւաբար պետություն մենք ունեցել ենք։ Խաղաղություն, sense խաղաղ դուք առաջնահերթին։ Նայեք, խաղաղությունը ինքը դատարկ ուղակի բան չի, օթում ինչ որ բան չի։ Խաղաղությունը դա անվտանգային համակարգ է, անվտանգային երաշխիքներ են, մեխանիզմներ են, որոնք ապահովում են քո խաղաղությունը։ Եթե այդ անվտանգային մեխանիզմները եւ երաշխիքները գոյություն չունեն, ինստիտուտներ չկան կանխարգելող որևէ բանի, խաղաղության մասի խոսալը բանը, նախընտրական բան լոզունգ է։ Հավելում էլի, իրենք որ նման հարց ես տալի, ասում ես խաղաղությունը ինչ երաշխիք ունի, իրենք մեջ բերում են օգոստոսի 7-ի թուղթը, ասում են սա ամենամեծ երաշխիքն է խաղաղությունը։ Օգոստոսի 7-ին երկու փաստաթուղթ է ստորագրվել, մեկը Թրիփն է, որով Միչանսկյան հանձնել, մյուսը խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստն է, որի վերաբերյալ մանրամասն ես խոսել եմ հենց այդ օրը եւ ցույց եմ տվել, թե ինչ խնդրահարույց կետեր կան մեզ համար, եւ ես գտնում եմ, որ այդ կետերը բնականաբար չի կարելի ուժի մեջ մտցնել, դրանք պետք է վերաբանակցվեն։ Վերաբանակցելու թեզը ես եմ մտցել, օրակարգ, այո, պետք է դրանք վերաբանակցվեն, եւ ես ավելին ասեմ, որպես այդ փաստաթղթի վրա աշխատած մարդ, այն կետերին, որ իրենք համաձայնվել են, մենք երկար ժամանակ չենք համաձայնվել։ Մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը։